Հրապարակը գրում է Հայաստանի ուղղությունը համակարգողի փոփոխությամբ Ռուսաստանը ցույց տվեց, որ հիմա ավելի է հետաքրքրված Հայաստանով։ Աղբյուրներն ասում են, Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոյի նշանակումը պատահական չէ։ Կադրային փոփոխությունն իրականացվել է Ռոբերտ Քոչարյանի խնդրանքով, որը շաբաթներ առաջ մեկնել է Մոսկվա եւ Պուտինի ընդունելությանն է արժանացել։ Դրան հաջորդել են Կիրիենկոյի նշանակումն ու հայաստանյան ընդդիմադիր մի շարք գործիչների Մոսկվա այցելություն։ Բոլոր այն գործիչները, որոնք քիչ թե շատ ընդունելի են Կրեմլի համար, վերջին շրջանում մեկնել են Մոսկվա ու տարբեր մակարդակներում հանդիպումներ ունեցել։ Ռուսական իշխանությունները միայն մեկ անձի Սերժ Սարգսյանի հետ կապված ունեն վերապահումներ ու չեն պատրաստվում վերանայել իրենց դիրքորոշումը։ Մյուս բոլորին ասվել է աշխատեք, պայքարեք, ակտիվացեք, կտեսնենք ով է ավելի ազդեցիկ ու անցողիկ, նրան էլ կաջակցենք։ Ոմանք նաև սրանով են բացատրում Սերժ Սարգսյանի ճամբարի ապակառուցողական պահվածքը ընդդիմադիր դաշտում, գրում է թերթը։ Փաստը գրում է վերջին մեկ շաբաթվա ընթացքում թշնամին պարբերաբար կրակ է բացում Սյունիքի մարզի մի քանի գյուղերի Խոզնավարի Խնածախի Արավուսի ուղղությամբ։ Որոշ օրերին ՊՆ-ն այդ մասին հայտարարություն է տարածում, մյուս օրերին բնակիչներն են տեղեկացնում, հատկապես երեկոյան ժամերին են կրակահերթերը արձակվում։ Ավելին, Եվրոպական միության դիտորդական առաքելությունը բարեկություն է իրականացրել Խոզնավար Խնածախ Արավուս գյուղերում ու հաստատել, որ ադրբեջանական զինված ուժերի կրակոցների հետևանքով Խոզնավար գյուղում վնասվել է բնակելի տներից մեկի տանիքին տեղադրված արևային ջրատաքացուցիչը։ Չնայած այս ամենին, ադրբեջանական կողմը հերքում է։ Մի քանի լրատվամիջոցներ էլ գրել էին, որ ըստ տեղացիների մարդիկ իրենց հողամասերը չեն գնում, վախենում են, արոտավայր չկա, անասունները ծախում են կրակոցների։ Փաստը հաստատել է նաև ՔՊԱ-ական падգամավոր Դավիթ Դանիելյանը Facebook-ի էջում տեղեկացրել, թե 2 օր է գտնվում է տեղ Խոզնավար ու Խնածախ գյուղերում։ Падգամավորը սակայն համաձայն չէ, թե տեղի բնակիչները վախեցած են։ Ըստ ՔՊԱ-կանի բնակիչների բնականոն կյանքը շարունակվում է։ Բնականաբար դա առաջացնում է բնակիչների մոտ անհանգստություն, սակայն ոչ տագնապ։ Նրանք շարունակում են աշխատել ու շենացնել մեր սահմանը։ Падգամավորի խոսքերն է փոխանցում թերթը։ Հրապարակում էլ կարդում ենք Էստոնիա կատարած պաշտոնական այցով Փաշինյանը փորձում է մեղմել Արևմուտքի իր նկատմամբ վերաբերմունքը, որ Մոսկվա առաջիկայում կատարելիք այցը հնարավոր դառնա։ Արևմուտքը բացահայտորեն ուլտիմատում է տվել մայիսի 9-ին հաղթանակի շքերթին Մոսկվա մեկնելու կապակցությամբ ու Փաշինյանին նաև ասվել է, որ հայ-ռուսական հարաբերությունների ջերմացումն իրենց համար ընդունելի չէ։ ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձրաստիճան ներկայացուցիչ Կայա Կալասը շաբաթներ առաջ հրապարակային հայտարարեց, որ ԵՄ անդամության թեկնածու երկրները պետք է չմասնակցեն Մոսկվայի զորահանդեսին, իսկ Լատվիայի արտաքին գործերի նախարար Բրաժեն էլ ակնարկել էր, որ այս արգելքը խախտողների նկատմամբ հնարավոր պատժամիջոցներ կարող են կիրառվել։ Հայաստանը թեև ԵՄ անդամության թեկնածու չէ, բայց ընդունել է ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին նախագիծ։ Կայա Կալասն էստոնացի է, նախկինում երկրի վարչապետի պաշտոնն է զբաղեցրել։ Փաշինյանը ըստ իշխող թիմում շրջանառվող կարծիքի Մոսկվայից առաջ հատուկ մեկնել է Էստոնիա Արևմուտքին իր հավատարմությունը վերահաստատելու ու ուղերձղելու, որ ստիպված է գնում Մոսկվա Ռուսաստանից սպասվող հարվածը կանխելու համար։ Երեկ նա Տալինում անգամ հարգել է կոմունիզմի զոհերի հիշատակը։ 49-ին ԽՍՀՄ նախարարների խորհրդի որոշմամբ 22,000 էստոնացիներ են աքսորվել Կրասնոյարսկի, Նովոսիբիրսկի, Իրկուտսկի եւ Օմսկի մարզեր, գրում է թերթը։ Հրապարակը գրում է մայիսի 21-ին լրանում է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի պաշտոնավարման ժամկետը, քանի որ հայտնի պատճառներով անհնար է ընտրություն անցկացնել, ապա վերջերս կատարված սահմանադրական փոփոխություններով падգամավորները խորհրդարանին են լիազորել նախագահի ընտրությունը։ Նախագահի հրաժարականից 7-օրյա ժամկետում պետք է առաջադրումներ լինեն, չնայած Բաբայանի թիմում մեծ ցանկություն կա նրան առաջադրելու, բայց նա հայտարարել է, որ չունի նման ցանկություն։ Շահրամանյանն էլ դեռ երկմտում է փոխարենը Արցախի քաղաքական շրջանակներում նախագահի նոր թեկնածուի անուն է շրջանառվում։ Խոսքը ծնունդով իջևանցի Հայկ Խանոմյանի մասին է, որը պատերազմից հետո Արցախի կառավարությունում տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարի պաշտոններ զբաղեցնում եւ ակտիվ է վերջին տարիներին։ Թերթին չի հաջողվել նրա հետ կապ հաստատել, բայց խոսվում է, որ նա Բաբայանի թիմի համար ընդունելի է։
Ժողովուրդն էլ գրում է Ալեն Սիմոնյանի ղեկավարած ԱԺ-ն բացօթյա սրճարանի միայն մի բարի համար 11.5 միլիոն դրամ է ծախսել 3 ու 4 անգամ տոմետներ շարելու պայմանագիր է կնքել 2 անգամ ավելի աթոռ ու սեղան գնել, եթե տոմետների եւ այլ սարքավորումների համար բաց ու հասանելի են գնումները եղել, մյուս գնումները թաքցրել է։ Թերթի հարցմանն ի պատասխան ԱԺ-ից հայտնել են, որ սրճարանի համար Նորայր Սարգսյան ԱՁ-ից մեկ անձից գնման արտոնյալ ընթացակարգով ձեռք է բերվել 11 սեղան, որի համար վճարվել է 2 միլիոն 750 հազար դրամ, գնվել է 62 աթոռ, վճարվել 976 հազար դրամ։ Թերթը բացահայտել է, բացի նշված ԱԶ-ից, ազգային ժողովը բացօթյա սրճարանի համար աթոռներ ու սեղաններ է ձեռք բերել ԱԺ նախկին աշխատակազմի ղեկավարին պատկանող Արգավանդ Կահույք ՍՊԸ-ից 50 աթոռ եւ 8 սեղան 3 միլիոն 381 հազար դրամ արժողությամբ։ Ազգային ժողովի բացօթյա սրճարանի համար ընդհանուր առմամբ գնվել է 19 սեղան 112 աթոռ, բայց թերթն արձանագրել է, որ ընդամենը 56 աթոռ ու 11 սեղան է տեղադրված սրճարանում։ Նաև փոքր, բայց մի թանկարժեք ջրվեժ կա ԱԺ սրճարանում։ Հայկ Սարգսյան ԱԶ-ից դեկորատիվ ջրվեժի համար ծախսվել է 3 միլիոն 470 հազար դրամ։ Թերթը նկատում է Ալեն Սիմոնյանը այդ սրճարանը կառուցում է այն հատվածում, որտեղ տարբեր երկրների խորհրդարանների ղեկավարներ եղևնիներ էին տնկել ի հիշատակ իրենց այցելության ու նա որոշեց մաքրել հիշատակ եղևնիները, փոխարենը սրճարան կառուցեց, որից օգտվում են ԱԺ աշխատակազմի արտոնյալներն ու ղեկավարության մտերիմները։ Մյուս աշխատակիցներն աշխատում են աշխատասենյակներում, գրում է թերթը։ Հրապարակն էլ գրում է արցախցիների շրջանում խոսակցություն կա, որ Փաշինյանի ու Սամվել Բաբայանի ստվերային համագործակցությունը կրկին նոր թափ է հավաքել Բաբայանին, շինարարական տենդերների քվոտա են տրամադրել, նա արցախցի գործարարներին հուշում է, թե որտեղ ինչ մրցույթ կա, որ մասնակցեն, աջակցում է, որ տենդերները շահեն, ոչ այնքան փող աշխատելու, որքան լայն շրջանակներ իր կողմը գրավելու համար։ Բաբայանն առաջիկա ընտրություններին մի ստվար ընդդիմադիր ընտրազանգված կունենա, կամանդույշին մտադիր է մասնակցել խորհրդարանի գալիք ընտրություններին։ Նա Հայաստանի քաղաքացիություն ունի ու պահանջվող ՀՀ-ում բնակվելու տարիները բավարար են, գրում է թերթը։